Այսօր ես on-line աճուրդով կրկին ձեռք եմ բերել կորած ճամպրուկ, որի համար վճարել եմ $350։ Ամեն տարի մոտավորապես 3 միլիարդ ուղևորից կորում է 23 միլիոն ճամպրուկ։ Իսկ թե ոնց են կորում ճամպրուկները, բացատրեմ։ Շատ դեպքեր են պատահում, երբ օդանավակայանի աշխատողը հեշտությամբ շփոթում է ճամպրուկի ճիշտ ուղին եւ այն հայտնվում է աշխարհի մյուս ծայրում։ Ճամպրուկների տերերը եթե 3 ամիսների ընթացքում չեն հայտնվում, դրանք հանվում են աճուրդային վաճառքի եւ ոչ ոք չգիտի թե ինչ է գտնվում ճամպրուկների մեջ։ Սիրտս խառնում է, արազում եմ հետ տամ։ Լուրջ եմ ասում, դուք սա պետքա տեսնեք։ Այս ինչ հոտ է գալիս, ֆու։ Վերջապես այսօր մենք կրկին միասին բացում ենք կորած ճամպրուկ։ Արդեն որորդ անգամ, սա որն է, արդեն հաշիվը լուրջ եմ ասում, կորցրել եմ, բայց հիշում եմ, որ վերջինը ուղիղ 4 տարի առաջ էր։ Աստված իմ 4 տարի է ես կորած ճամպրուկ չէի պատվիրել ու դուք չեք պատկերացնի հիմա ինչ նոստալգիա եմ ապրում։ Իմ YouTube-յան կարիերայի ամենասիրված պրոյեկտներից մեկն է եղել կորած ճամպրուկները։ Եթե իմ հին հետևորդներից ես, ապա ուղղակի վստահ եմ, որ դու ես կորած ճամպրուկների վիդեոների տակ մեծացել։ Դուք ուղղակի չեք պատկերացնի ինչ էմոցիոնալ ու ինչ ուրախ պահ է հիմա ինձ համար ու արդեն իսկապես չեմ համբերում։ Ուզում եմ մի անգամից անցնեմ մեր ճամպրուկը բացելուն։ Գնացինք։ Ուրիշ ինչ ծանր է, Աստված իմ։ Պետքա բարձրացնեմ դնեմ սեղանի վրա, որ հեշտ լինի բացելը։ Օ, մեզ պետքա ձեռնոցներ անպայման բացելու համար, քանի որ չգիտենք թե ներսում ինչեր է գտնվում ու ինչ մաքրության է լինելու ներսի իրերը։ Իդեպ ճամպրուկ աճուրդից ձեռք եմ բերել $350 եւ ուսանք, որ այսօրվա իմ ծախսած գումարը ապարդյուն չի լինելու ու ինչ-որ թանկարժեք բաներ ենք անելու ճամպրուկից։ Դե ինչ, անցնում ենք բացելուն, գնացինք։ Ոնց չեմ համբերում արդեն, ինչ է լինելու ճամպրուկի մեջ, Աստված իմ եկել այսօրը 4 տարի անց։ Այո, ես շատ եմ այս խոսքերը ասելու, որովհետև չեք պատկերացնի, թե ինչ ոգևորված է այսօր Կարոն։ Գնացինք։ Այստեղից է բացում, շրջում ենք սա։ Սա մեզ էլ հարկավոր չի։ Բացում ենք։ Օրա, ինչ է լինելու, օրա լարվում եմ, միշտ այս պահին ես լարվում եմ։ Հետ հաշվարկով, ոնց որ կարգն է, առաջինը դուք եք տեսնելու ինչ է ներսում, հետո նոր ես։ Գնացինք։ Պատրաստենք, 3, 2, 1, գնացինք։ Ինչ է ներսում գտնվում, դեռ չեմ տեսել ոչ մի բան։ Նորմալ բաներ առավ։ Մի հատ 1-ից 10 բալային համակարգով ասա թե ոնց է ներսի պարագաները։ -0.5 ամբողջություն։ -0.5 ամբողջություն, հասկացա ես քեզ։ Ինձ հույս չկա, լարվում եմ։ Գնացինք։ Որտեղից ենք սկսում, այնքան տարիա չեմ արել այս ամեն ինչը, ահա որ հետ եմ վարժվել։ Առաջինը բացում ենք այս ռեզինը, գնացինք։ Այնուհետև հանում ենք առաջին շապիկը։ Մենք չենք ուզում սովորական շորեր, ես շատ մեծ ախորժակ ունեմ այսօրվա վիդեոից ու պետքա նորմալ բաներ հանեմ, որովհետև այսքան տարիա չեմ պատվիրել, չի կարող ուղղակի վատ բաներ ընկնի։ Ինչ ենք տեսնում այստեղ բացի շորից։ Հողաթափեր, մեր այսօրվա հաջորդ իրը ճամպրուկից ու ոնց հասկանում եմ այստեղ նայելով ամբողջովին տղամարդու շորերը, դրանից էլ կարող ենք եզրակացնել արդեն, որ ճամպրուկը եղել է տղամարդու, այլ ոչ թե կնոջ։ Հաջորդ իրը մեր ճամպրուկից։ Կրեատին պարապմունքի համար։ Իդեպ, ողի։ Չենք ուզում, կարող կրեատին կարող մեջ ուրիշ բան է։ Խնդրեմ, այսինքն սպիտակ փոշի է ներսում գտնվում։ Ես կարծում եմ, որ սա ինձ պարապելու համար է, շատ լավ գիտակցում եմ, թե ինչ է սա։ Գնում ենք մի կողմ։ Հաջորդը այսենց շալվար, մեքենաներով այսենց վերնաշապիկ։ Այս մեկը բայց սիրուն է անկեղծ ասած, բայց մեռնեմ չեմ հագնի։ Արդեն բացի շորից այստեղ ինչ-որ տուփ եմ տեսնում եւ գարեջերի բաժակ, հա։ Իսկ բացենք ու հասկանանք։ Այստեղ ձուկ է գտնվում, բաժակն էլ այսենց ձգան վրա ես դնում։ Ինչպես կարող եք տեսնել, դեմքից մի փոքր ժպիտ հայտնվեց, քանի որ մեր այսօրվա առաջին նոր ապրանքը գտանք ճամպրուկի միջից։ Ինչպես կորած ճամպրուկների վիդեոների կարգն է, նորմալ իրերը կդնեմ այս կողմում։ Այս ինչեր է։ Ինչ-որ բլոկնոտներ է այստեղ գտնվում, բայց լավն է, իր առանձին գրիչով, վաու։ Եվ նույնից եւս մի հատ։ Սա էլ կդնենք մեր լավ իրերի հետ։ Ինչ-որ հետաքրքիր բան եմ ուզում, հետաքրքիր բան, այս սրանք ինչ է։ Ինչ հորո։ Օրա, ինչ անուշոտ է գալի, այն տան հոտերից է։ Եվ նույնից եւս մի հատ։ Օրա շատ լավն է։
Այն անտառի տների հոտերից է գալիս փայտի։ Դնում ենք էլի լավ իրերի հետ։ Արջևում ինչ է գտնվում։ Կարանք լայվ չամադան բացենք։ Վաու, Ռաֆայել։ Դզեց, արես ինչ թույն այդեա տվեցիր։ YouTube-ի ուղիղ եթերով կորած ճամպրուկ։ Մի հատ եկեք հասկանանք, եթե դու ես ցանկանում YouTube-յան ուղիղ եթերով կորած ճամպրուկ բացեմ, ապա այս վիդեոյի տակ հենց հիմա դիր քո կողմից լայք, հավաքում ենք միասին 30,000 լայք եւ ես խոստանում եմ, որ YouTube-ի լայվով կբացեմ կորած ճամպրուկ։ Փոքրացրու լայքիր այս վիդեոն։ Սովորական սպիտակ շապիկ, ինչ կա էլ արջևում։ Jeans, չեմ հավատում։ Լուրջ եմ ասում, դուք սա պետքա տեսնեք։ Պատրաստ եք 3, 2, 1 հապշելու եք։ Լուրջ չեմ հավատում։ Այս դուր ճամպրուկի մեջ միասին գտանք նկար։ Ես լուրջ չգիտեմ ճիշտ եմ անում, որ հիմա այս նկարը ցույց եմ տալիս վիդեոյում, բայց 99.9%-ով ինձ թվում է մեզ արդեն պարզա թե ով է եղել ճամպրուկի սեփականատերը։ 100% այս տղեն է։ Արա շատ տարօրինակ էր այս պահը ուղակի։ Ես հիմա պատկերացնում եմ այս ճամպրուկիները միամիտ YouTube-ում այս վիդեոն ա տեսնում, ու այս պահը նկատում եմ։ Ես իրա տեղը լինեի ինձ դատի կտայի, անկեղծ եմ ասում։ Չնայած ինչ շոտ հանավականին։ Չնայած տարվա մեջ դուք չեք պատկերացնի թե ինչ մեծ քանակությամբ ճամպրուկներ է կորում։ Դրա համար ամբողջ աշխարհում սա սովորական երևույթ է, որ երբ ճամպրուկդ կորում է 3 ամիս չես հայտնվում, օդանավակայանը պարտավոր է ուղղակի ճամպրուկդ հանի on-line աճուրդով վաճառքի։ Ուրիշ ոչ մի բան իրավունք չունի։ Պարտավոր է։ Հա։ Չէ։ Պարտավոր է։ Օրենքով իրավունք չունի ճամպրուկը բացելու օդանավակայանը։ Այդ նույն ձևը պահեստներ են, որ պահեստներ էի առնում։ Բայց ով ասում պետք է ծախի։ Եթե 3 ամիս ճամպրուկը ենթադրենք կորել է։ Քո ճամպրուկը նախ սկսենք նայած ենթադրենք քո ճամպրուկն ա կորել։ Ենթադրենք իմ ճամպրուկը կորել է 3 ամիս չեմ հետաքրքրվում ուր է, ընդհանրապես չի հայտնվում ճամպրուկի տերը։ Օդանավակայանը արդեն ուղակի պարտավոր է ճամպրուկը հանի on-line աճուրդով վաճառքի, եւ այդ on-line աճուրդներից ինպես մարդիկ դու նույնպես կարող ես պատվիրել կորած ճամպրուկ։ Բա, այսպես բաներ։ Բայց ես անկեղծ ուղակի ապշած եմ, որ մենք նկար կարողացանք գտնել այս ճամպրուկի միջից։ Այսքան ճամպրուկ եմ բացել, սենց բան դեռևս իմը չէր պատահել, որ ես տեսնեմ ճամպրուկի սեփականատիրոջ դեմքը։ Փաստորեն ճամպրուկի տերը ռավ չինացի ա եղել։ Չինացի չի կորեացի է։ Օրինակ ինչ գիտես, չինացի է թե կորեացի է։ Ես չեմ տարբերում չինացին կորեացի։ Ռավ չինացի է։ Կորեացի է։ Արա չինացի է։ Լավ չինացի է։ Չինացի է։ Սա չեմ դնի սովորական իրերի հետ այլ ուշադրություն կավելացնենք։ Մեր այս հետևի թանգարանում գնացինք։ Հենց այստեղ տեղ կգտնես դու։ Հաջորդ մեր իրը այս ալվարն է։ Հետաքրքիր է, այսօր ճամպրուկից վատ հոտ չեմ առնում, բայց այն նախորդ ճամպրուկների մեջ այդ ինչքան ճամպրուկներ ա եղել, որ բացել եմ, շատ վատ հոտ ա տվել քթիս։ Պատկերացնում եք, այդքան ամիսների ընթացքում չի բացվում ճամպրուկը։ Մեջը ձևի համար մի հատ կեղտոտ շոր եղավ, ահա որ հոտ ա անգնում։ Հաջորդը, ինչ ենք տեսնում այստեղ, ինչ որ սիգար։ Վաու։ Մեր ճամպրուկի տերը սիրել է սիգար ծխել։ Մենք չենք սիրում սիգար ծխել, դրա համար սա կդնենք վատ իրերի հետ։ Այս ինչա։ Օй։ Ինչ առա։ Հալոտ քաշի։ Այս գիտես ինչա թե չէ։ Ինչ։ Կորեական համեմունք, որ մարդիկ օգտագործում են ապուշ խոսում ես, չէ։ Ես հիմա սա Google Եթե կանեմ։ մի հատ էլ ես դու ինձ ասել ապուշ խոսում ես։ Ես հիմա սա Google կանեմ եւ կտեսնեմ, հա, ինչա։ Մտնում ենք ChatGPT, նկարում ենք սա։ Տեսնենք chat-ը ինչ է ասում։ Սա զաֆրան է, ավելի կոնկրետ սրանք զաֆրանի թելեր են։ Ծաղկի բշտիկներ։ Բշտիկ։ Ինչ է զաֆրանը։ Զաֆրանը աշխարհի ամենաթանկ համեմունքն է ըստ քաշի։ Ամեն մի թելը ձեռքով է հավաքվում ծաղկից, դրա համար էլ այդքան արժեքավոր է։ Ինչի համար է օգտագործում։ Խոհարարության մեջ պարսկական բրինձ, իտալական ռիզոտո։ Մի խոսքով ըստ ChatGPT-ի սա աշխարհի ամենաթանկ համեմունքներից մեկն է համարվում։ Երևի դրա համար այսպես ճոխ տուփի մեջ են դրել։ Ես կհասկացում եմ, որ սա կօգտագործեմ, որտեղ ինչ իմանաս բացի համեմունքից ինչ կլինի սրա մեջ։ Սա դնում ենք սովորական իրերի հետ եւ շարժվում առաջ։ Այս ինչա։ Գիրք ինչ որ, ինչ գիրք է սա։ Սա էլ ենք դնում այստեղ, առջևում եւս մի հատ։ Վաու, այո։ Արա, տեսա այս Մայքեն Բարդեսի տակից եւս մի հատ թանկ արժեք խմիչքներ ժողովուրդ։ Ես խմիչքներից անկեղծ ասած sense գլուխ չեմ անում։ Դրա համար կրկին կդիմենք ChatGPT-ի օգնությանը, որպեսզի տեսնենք թե ինչ արժեն այս խմիչքները։ Գնացինք, նկարում ենք։ Եվ please tell me how much is this. Սովորաբար ԱՄՆ-ում $90-ից $130, մոտ 45,000 դրամից 70,000 դրամ։ Ճամպրուկը գնել եմ $350-ով ու քիչ-քիչ, որ sense լավ բաներ հանենք, իմ ծախսած $350-ը քիչ-քիչ այսպես դուրս կգա։ Սա դնում ենք լավ իրերի հետ եւ բարձր տրամադրությամբ շարժվում ենք առաջ։ Այստեղ այսպես կապույտ շապիկ է գտնվում։ Հասանք ներքնազգեստերին, ռուսիկների հավաքածուն է այստեղ։
Դնում ենք սրանք մի կողմ։ Նասկիներն են այստեղ գտնվում, սա էլ ենք դնում այստեղ։ Նախորդ ճամպրուկը, որը բացել էի 4 տարի առաջ, այսինքն մի հատ տոպրակ գտա մեջից, որի մեջ էլի ներքնած գեստեր էր, ուղղակի օգտագործած։ Տոպրակը մի փոքր բացեցի, արա այդ ինչ հոտ ընկավ տան մեջ։ Ուղղակի աբսուրդ էր։ Եթե դիտել ես այդ վիդեոն, ապա շատ լավ կհիշես այդ պահը։ Այստեղ ինչ որ տոպրակ եմ տեսնում, ներքնաշորերի, բացենք։ Հաջորդ մեր իրը հողաթափել, ահա որ կեղտոտ։ Այս ինչ հողոտ էր։ Սա դնում ենք այստեղ։ Ինչ է սա։ Ինչ-որ դեղեր է գտնվում ներսում եւ ներարկիչներ։ Կարես քո նարնջագույն ներարկիչը հանես, որ երեխեքով ովքեր վախենում են սրած կվելդ, բիշկասի տես կարոյի ներարկիչը։ Հավատա քեզ ներարկիչներ արտադրում։ Ասեցի նարնջագույն ներարկիչներ, այստեղ նարնջագույն դեղեր գտանք ռավ։ Դու հասկանում ես, խոսքը տուժ ունի։ Այս դեղերը դնում ենք մի կողմ, որպեսզի հետո դեն նետենք, որտեվ ինչ իմանաս ինչ է սա։ Կապույտ տաբատ, այս ինչքան շատ էր տաբատները։ Սա էլ ենք դնում մի կողմ, այստեղ ինչ-որ կոշիկներ եմ տեսնում, այս տեսք ունեն։ Եվ այս հատվածի ամենավերջին բանը, այս շապիկը։ Ընտիր, ինչպես տեսնում եք, ճամպրուկի այս հատվածից ավարտեցինք։ Ես իսկապես շատ գոհ եմ, քանի որ թանկարժեք խմիչք ենք արդեն հանել ու ինչ-որ նոր բաժակ։ Դե նկարի մասին չեմ խոսում, սա չլսված բան էր, որ ես ճամպրուկ գնեմ ու միջից մարդու նկար գտնեմ։ Բացում ենք երկրորդ հատվածը, բայց մինչև բացելը Ներբեռնիր Իդրամ Ջունիոր հավելվածը, որպեսզի շանսեր ունենաս նկարահանվելու իմ YouTube-յան պատմության ամենամասշտաբային վիդեոյում։ Հնարավոր է դառնաս այդ 300 հաջողակներից մեկը, ովքեր նկարահանվելու են իմ YouTube-յան վիդեոյում։ Այո, ճիշտ լսեցիր, ընդամենը ներբեռնելով Իդրամ Ջունիոր հավելվածը առնվազն 100 դրամի գնում խանութում Իդրամ Ջունիորով, դու հնարավորություն կունենաս մասնակցելու հայկական YouTube-ի պատմության ամենամասշտաբային YouTube-յան վիդեոյի նկարահանմանը։ Ակցիայի ավարտին մնացել է 2 ամիս, այնպես որ շտապիր ներբեռնիր Իդրամ Ջունիորը եւ օգտվիր, եթե ցանկանում ես նկարահանվել իմ YouTube-յան վիդեոյում։ Ներբեռնելու լինքը նկարագրությունների բաժնում է։ Իսկ ես արդեն շարունակում եմ բացելը։ Գնացինք։ Խնդրում եմ միայն նորմալ բաներ լինի։ Դες տեղել եմ տեսնում ինչ-որ իրեր, բայց ես ցանկանում եմ այն մյուս հատվածը նայեմ, նոր անցնենք այս ցանցի միջի իրերին։ Պատրաստ ենք։ 3, 2, 1 Առաջինը թղթեր այսպես թռավոտ։ Չիներեն կամ կորեերեն տառերով հաստաթուղթ է, որը պետք է մարդիկ լրացնեն։ Հաջորդ թուղթը 2022 թվական 4 տարի առաջվա թուղթ է։ Հաջորդը, չեմ հասկանում, մեր ճամպրուկի տերը բժիշկ է եղել։ Այստեղ կարող եք տեսնել մարդու մկանները, կենսաբանության դաս եմ անցկացնում։ Այստեղ կարող եք տեսնել մարդու ուղեղը։ Երբեք ասիական տառերով չէի տեսել ուղեղի բացատրման այս սխեման։ Այս թղթերից կարելի է ենթադրություն անել, որ մեր ճամպրուկի տերը մասնագիտությամբ կամ բժիշկ է եղել, կամ էլ հիվանդն է եղել, ով գնացել է բուժվելու։ Իսկ բժիշկ եղած չի լինի, որովհետև սա ինչ-որ թուղթ է, որը պետք է հիվանդը լրացնի բժիշկի մոտ գնալուց առաջ։ Եթե գիտես ինչ թուղթ է, կորոնավիրուսի ստեղծման թուղթն է։ Շատ խելացի ես։ Սա դնում ենք մի կողմ եւ տեսնում ենք արջևում էլ ինչերա մեզ սպասվում։ Այստեղ էլ ինչ-որ այսպես շապիկ, ինչ հորա։ Դա կորոնավիրուսի ախտորն է։ Քեզ Ֆու, աստվածիմ։ Սիրտս խառնում է, արազում հետամ։ Յախ, կարա, էս ինչ է։ Ոյ, աստվածիմ, էս ինչ հոտ է գալիս։ Ֆու։ Առաջարկում եմ կրկին դիմենք ChatGPT-ի օգնությանը ու հասկանանք, թե ինչ է սա։ Այդ նկարում ենք։ Սրանք շների համար նախատեսված ծամվող ոսկորներ են։ Դրանք տալիս են շներին ծամելու, կարիքը բավարարելու համար, ատամների մաքրմանը օգնելու համար եւ սթրեսը նվազեցնելու համար։ Պետք է հետեւել, որ շունը շատ մեծ կտոր կուլ չտա։ Մի խոսքով մեր չինացի եղբայրը շան ոսկոր էր իր հետ տանում երկրից մյուս երկիր։ Հաջորդ իրը, որ ես ճամպրուկից կհանեմ, դա Էյնշտեյնի դեմքով ինչ-որ քաղցրավենիք։ Վրան գրված է Einstein Energy։ Ուտում ես եւ դառնում ես Էյնշտեյնի պես խելացի։ Ուտենք մի հատ ուղեղներս զարգանա։ Սա փակտուփա, դրա համար հանգիստ այսպես բացում եմ։ Օրո։ Չգիտեմ ինչ կոնֆետներ է լինելու, բայց ես արդեն հետաքրքրությունից ինձ եմ ուտում։ Պետքա փորձեմ ես սա։ Սնիկերսի հոտ է գալի։ Փորձեմ, ամենա դու կծի։ Ես ամեն պարագայում սա չեմ փորձի։ Քանի որ ճամպրուկը չգիտենք թե ինչքան է մնացել, կարող է իսկապես սա շատ հին լինի, դրա համար ես ռիսկ չեմ անի սա փորձեմ։ Դնում ենք մի կողմ, հաջորդ իրը, որը այստեղ է գտնվում, եթե ես չեմ սխալվում, սա ժամացույցի բրենդ է ռավ։ Եվ մի հատ էլ պետք է բացենք։ Մի վարքյան, խնդրում եմ, չասես ինձ սենց բան։ Պատրաստ ես։ 3, 2, 1
Օյո, ովտես չի գալի։ Ես շտապ պետքա դիմեմ ChatGPT-ի օգնության ու հասկանամ, թե ինչ արժի այս ժամացույցը։ Եվ լուրջ հավատես չի գալի, որ մենք սա հանել ենք։ Լուսանկարում երևացող ժամացույցը Sheiko Prospex Panda Solar մոդելն է։ Չի դժվար անուններ։ Գինն այսօր մոտավորապես 700 ԱՄՆ դոլար, հայկական դրամով մոտ 180,000-ից 240,000 դրամ, աստված իմ, արա հավատես չի գալի ուղակի, չեմ հավատում, որ ես հենց նոր սա հանեցի ճամպրուկի միջից, խնդրում եմ միա տեսք նայեք ու ամբողջովին նորա ու վրան դեռ յառլիկը կախած է, լուրջ չեմ հավատում, արա շատ սիրուն է, վերջն է, հենց նոր միասին 240,000 դրամանոց ժամացույց հանեցի Անսահման երջանիկ եմ ես պայն ճամպրուկի 350 դոլար փող եմ տվել, բայց 700 դոլարանոց ժամացույց միանգամից հանեցինք ճամպրուկից։ Սա երևի լավագույն ճամպրուկի վիդեոներից է եղել, որի ես երբևէ նկարել եմ։ Չգիտեմ, շոկի մեջ եմ, չեմ կարողանում շարունակել։ Սա դնում ենք հետ։ Հետո վերջում միասին կգումարենք այս բոլոր լավ իրերի գները իրար եւ կտեսնենք մոտավորապես ինչքան գումար կկարողանանք աշխատել, եթե այս ամեն ինչը ես վաճառեմ։ Շարժվում ենք առաջ։ Վաու, կանացի բարձրակրուն կոշիկներ, որը ինչպես կարող եք տեսնել ամբողջովին նոր է, էլի յառլիկը գտնվում է վրան, ոնց հասկանում եմ սա էլ մեր շատ սիրելի զույգի է, այս կնոջ բարձրակրուն կոշիկները պետք է լիներ, բայց ցավոք սրտի քո կոշիկները այս բան գտնվում է Կարոյի մոտ հավատաքես ստուդիայում։ Կանացի նոր կոշիկները դնում ենք մեր լավ իրերի հետ։ Եվ մեր հաջորդ իրը Այս սիգարները որ հանեցինք, այդ սիգարների համար տուփ։ Եկեք սա էլ հասկանանք, թե ինչ կարժենա։ Մոտավոր գինը շուկայում 40-ից 60 ԱՄՆ դոլար է, մոտ 16,000 դրամից 24,000 դրամ։ Շատ լավ է։ Տեղավորում է մինչև 6 սիգար։ Ներսը փայտ, արտաքին մասը կաշի։ Մոտավորապես 24,000 դրամ արժողությամբ իր հանեցինք հենց նոր, սա նույնպես դնում ենք մեր լավ իրերի հետ եւ շարժվելով առաջ այստեղ տեսնում եմ կանացի նոր էլի շպարման 2 պարագաներ։ Եվ եթե հաշվենք ամբողջը միասին, մոտ 20-ից 35 ԱՄՆ դոլար, հայկական դրամով 8,000-ից 14,000 դրամ։ Թույն, սրանք նույնպես տեղ կգտնեն այս կողմում։ Այս ինչ է։ Չի տեղավորվում ափսոս մի վարքյան։ Դու ինչ գործ ունես, աստե վաբշե, ով ես դու։ Ինչ գործ ունի սա ճամպրուկի մեջ։ Օրա երկոթա։ Որը շատ սիրուն է, բայց տեսնենք մեր ցուլիկը ինչ արժե։ Ցուլ է էս, հա, բա ինչ է։ Ռեկոմեշ։ Սա դեկորատիվ ցուլի կովի գանգ է։ Մոտավոր գինը շուկայում 30 դոլարից 60 ԱՄՆ դոլար։ Հայկական դրամով մոտ 12,000 դրամից 25,000 դրամ։ Ավելի պրեմիում տարբերակը արժի 28,000-ից 48,000 դրամ։ Ցուլիկների գլուխներից ես այդքան գաղափար չունեմ, դրա համար չգիտեմ սա պրեմիում տարբերակն է թե սովորական, բայց դա փաստ է որ հենց նոր միասին հանեցինք ամենատարօրինակ բաներից մեկը, որը ես երբևէ հանել եմ իմ ճամպրուկների պատմության մեջ։ Արջևում շատ քիչ բաներ այստեղ մնաց, ինչ-որ տուփ եմ տեսնում այստեղ, տեսնում եմ մազերը հարդարելու ինչ-որ բան, դզեց, օրո, նոր է, խնդրում ստեղ նայեք, այս կողմի վրա այս ինչքան նոր բաներ կարողացան գտնել, աղջիկական մազեր հարթուկելու այսենց սարքա։ Հայկական դրամով մոտ 20,000-ից 32,000 դրամ։ Ես ուղղակի հիացած եմ այսօրվա մեր հանած ապրանքներով։ Այստեղ միատել եմ տուփ տեսնում։ Եկեք տեսնենք սրա մեջ ինչ է գտնվում։ Որո էս ինչ է մի վարքյան։ Չորացրած նարնջի հատիկներ է, ինչ որ անուշ հոտով թեյեր է։ Թեյերը դնում ենք մի կողմ եւ միանգամից ես այստեղ տեսնում եմ աչքիս ես մեր ցուլիկի կաշինը։ Բայց շատ աբսուրդ կլինի, որ սա իրական լինի, ռավ։ Չէ, երկաթը արդեն ստուգել ենք։ Սա էլ ոնց հասկանում եմ խալի է, այսպես գետնին փռելու համար։ Տեսնես իրական մորթի է։ Այս ինչ կենթանում մորթի կլինի, ռավ։ Չգիտեմ լսվում առնավոյի ձայնը թե չէ, բայց ասում է ձկան մորթի կլինի։ Ձուկը մորթի ունի փաստորեն։ Շատ խելացի ես, ռավ։ Ռավ բռնի։ Ան։ Յախ, մի կպցրարա դեմքիս։ Ծածկեմ չմրսես, հա։ Ախ, մի արա։ Ինչպես կարող եք տեսնել, ճամպրուկի այս հատվածն էլ դատարկվեց, բայց այստեղ, ինչպես հիշում եք, դեռ ունենք ինչ-որ բաներ ստուգելու, եկեք բացենք այս ցանցը, տեսնենք ինչ է գտնվում այս կողմի վրա։ Ինչ-որ մարտկոցներ։ Օժո, այս ակնոցը եթե օրիգինալ լինի, ապա բավականին թանկ կլինի, քանի որ Versace է, ինչպես կարող եք տեսնել, բայց ես անկեղծ խիստ կասկածում եմ, որ սա օրիգինալ կլինի։ Հիմա ստուգենք։
Միայն լուսանկարով 100% վստահ ասել չի կարելի, բայց դիզայնը շատ նման է Versace-ի։ Ես փաստորեն ճիշտ եի։ Եթե իրական օրիգինալ Versace է, ԱՄՆ-ում 250-ից 450 դոլար արժի գինը, Հայաստանում 180,000-ից 300,000 դրամ։ Եթե օրիգինալն է ու եթե տուփով է, այստեղ նշած է, բայց սա տուփով չի։ Բայց եթե սա կեղծ տարբերակը լինի, այստեղ գրված է, որ 10,000-ից 30,000 դրամ է կեղծը։ Ինչ ես կարծում ես օրիգինալն է, Ռաֆ։ Ներսի հատվածում գրված է Versace made in Italy։ Այսինքն գրված է, որ արտադրված է Իտալիայում, բայց իրականում ամեն ինչ կարող են գրել։ Դրա համար չգիտեմ սա օրիգինալը կլինի թե կեղծը, բայց եթե օրիգինալն է, ուրեմն մեր բախտը ահա որ բերել է։ Սա հետո մի ձև ես կպարզեմ։ Ինչ որ տուփ եմ տեսնում։ Պատրաստ եք։ 3, 2, 1։ Չասես ինձ սենց բաներ։ Ոնց հասկանանք ես ոսկի է թե չէ։ Կանացի մատանի է։ Օրա չեմ հավատում, մի վարքյան։ Ես սա պետքա շուտ արա մնաց մատից։ Սա պետքա շուտ պարզենք ոսկի է թե չէ։ Սա հիմա կնկարեմ, բայց չեմ կարծում ChatGPT-ին մեզ կասի սա ոսկի է թե չէ։ Ես սա անպայման ճշտելու եմ ու հաջորդ վիդեոյում ձեզ ասեմ սա իսկական ոսկի է եղել թե ոչ, որտեվ վստահ եմ հիմա բոլորից շատ է հետաքրքրում թե սրա արժեքը ինչքան է լինելու, եթե ոսկի լինի։ Եկեք մի հատ հարցնենք։ I'm sorry, is this gold and if yes, how much is this? Չգիտեմ կարենա կռայի սա ոսկի է թե չէ, բայց ինձ թվում է պետքա մասնագետը նայի։ Ինչպես ստուգել իրական ոսկի է թե ոչ։ Նայիր մատանու ներսի կողմը։ Եթե կա տվյալ նշանները, ապա ոսկի է։ Իհարկե հասկանանք, բայց չեմ կարծում սենց կհասկանամ ես։ Իհարկե էս ինչ է։ Ըհն, որ մեջը 750 է, մանր գրած, իսկ ստեղ չաթը ասում է, եթե 750 է գրած, ուրեմն ոսկի է։ Նկարի։ Երևում է 750-ը։ Փաստորեն ես չէի սխալվում։ Ներսում գրված է 750 ու հիմա միասին կպարզենք թե այս մատանու մոտավորապես գինը ինչքան է լինելու։ Ահա մոտավորապես թե ինչքան կարող է արժանալ այս ոսկյա մատանին։ Քիչ մոտենում ենք ավարտին, այստեղ մի քանի բան է ընդհանրապես մնացել, ատամի խոզանակներ, որը կդնենք այստեղ, եւ մի հատ էլ եմ ինչ-որ բան տեսնում ստեղ, ինչ խորը։ Աստված իմ, այս ինչքան բանալի կա։ Եվ բացի այդ բանալիներից, այսպես դանակների հավաքածու կա ստեղ։ Չափից շատ է բանալիները, ուղղակի շատ տարօրինակ է այս ամեն ինչը շատ։ Ես ուղղակի ապշած եմ մեր այսօրվա ճամպրուկի պարունակություններով։ Ուզում եմ որ հենց դու ինքդ հաշվես, թե այսօր ինչքան գումարի ապրանքներ կարողացա հանել ճամպրուկի միջից, տեսնենք թե ձեզանից ով ճիշտ կկռահի։ Ես կկարդամ ձեր մեկնաբանությունները եւ հաջորդ վիդեոյում կհայտարարեմ, թե ձեզանից ով է ամենաճիշտ կարողացել կռահել, թե ինչքան գումարի ապրանք ինձ այսօր հաջողվեց հանել ճամպրուկից։ Չմոռանաս բաժանորդել գրվել ալիքին սեղմելով վիդեոյի ներքևում գտնվող նշանի վրա, որպեսզի բաց չթողնես հետագա ավելի հետաքրքիր ու մասշտաբային վիդեոները։ Հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։